Հիմի, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվեց 2098 թվականին, ձեզ բերեցին ընդհանուր պետության սկզբունքը, երկու պետություն, Ղարաբաղ, Ադրբեջան, անկախ ազատ ասոցիացիա եք կազմում իրար հետ, հետո նման օրինակ եղել է Լատինական Ամերիկայում 3 հատ պետություն, ասոցիացիա են կապել, 5 տարի իրար հետ ապրել են, հետո 3 առանձին հիմի պետություն։ Այսինքն դա լավ պլան էր։ Հա? Այսինքն դա փուլայինից ավելի լավ պլան էր, հա։ Դա եւ փուլայինից է ավելի լավ պլան եւ ամեն ինչից։ Դրանից հետո պետությունը, հա։ Այո, ավելի պնդացնելու փոխարեն դուք նորից վերադարձաք հինին։ Դու ձեզ բերին Մադրիդյան սկզբունք։ Այդ դա եք արել դուք։ Դրա համար էլ այսօր հիմի ուզում եք շուստերից լինեք, ասում եք դե պա գիտեք, այս մեկը սենց ասեց, մեկը նենց ասեց, բա դա իրատեսական պլան չէր, մեկը պատերազմը, այս մեկը մեկ, պատերազմը դուք պարտվել եք ձեր խելքից, ձեր Իդեպ գնանք Տեր-Պետրոսյանին հիշեցիք, իր հրաժարականին դուք հիմա մասնակցել եք, թե չէ։ Ինչին։ Հեղաշրջմանը մասնակցել եք։ Ես որևէ հեղաշրջում չի եղել, որ ես մասնակցեմ կամ չմասնակցեմ։ Եղել է թիմը 2 մասի է բաժանվել, այդ թիմի 2 մասի բաժան մի մասը համարել է, որ Ղարաբաղը պիտի պահենք, մյուս մասը ասել է փուլային պետք է գնանք զիջման։ Հիմի այդ փուլային ասողը տեսել է, որ էմի կողմը ուժային կառույցներ են, բան են, կարող է կոնֆլիկտ դառնա, հրաժարական է տվել։ Սա իրատեսականն է, հիմի դուք դա ուզում եք ձևակերպեք հեղաշրջում, հեղափոխություն, չգիտեմ ինչ, դա ձեր խնդիրն է։ Ուղղակի գիտեք ինչ պատմություն կա, ասում են, որ դուք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը բնականաբար դες նկատի ունեք, սպառնացել եք, որ Ղարաբաղում ծառայող հայ զինվորներին գերի կվերցնեք, չգիտեմ ինչեր կանեք, դրան հաջորդել է հրաժարականը։ Ասենք այսքան իմ հետ դուք շփվում եք, ես նման ապուշություն ինձ թույլ կտամ։ Գիտեք ժողովուրդ ինչ եք խոսում դուք։ Դուք դա արդեն գժության էլ սահման չկա։ Այդ ասող գիժա, ինչի մասին է խոսում։ Դու ատես եկյատ պատմում։ Ինչի մասին է այդ պատմությունը։ Բայց ձեզ բազմիցս ասում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը գրավոր լյուբոյ հրաման, որը տար, կատարվելու էր։ Իր հրամանները ցանկացած, հասկանում եք, այստեղ եղել է տեսակետներ, համաձայնեք դուք ինչ եք ուզում, ինքը իր առաջարկին ինքը վստահ չի եղել եւ ինքը ընտրել է հրաժարականի տարբերակը։ Ինչի մասին եք խոսում։ Մի կարակ հետ հայաց նետեք, ինչ սուտ ասեք, պատմեք։ Այն օրն էլ էին պատմում, որ ես զորքեր էի մտցնում Հայաստան, Երևան, որ Քոչարյանին փրկեմ։ Արա ոտերն եք ընկել Քոչարյանին ասել մնա ախպեր դու ես մեզ ղեկավարում, բայց այդ Սամոյից բերեք բրցնենք, որ մեջքը չպահի, մենք էլ ոնց ուզենք նենց ղեկավարենք։ Ինչի մասին է խոսում, կամ ոտ այդ ստերի մի ավոտ։ Այսինքն Քոչարյանի Հայաստանի նախագահ դառնալու հետ էլ համաձայն չեք։ Իհարկե ոչ, այն է իմ